Պարոն Ալեքսանյան, դուք ասում եք հակաեկեղեցական չէ, տեսեք։ Չէ, չեմ ասում հակաեկեղեցականը։ Ես ասում եմ, եթե դա անվանվում է հակաեկեղեցական, ապա առնվազն իրեն հարգող, իր խոսքի արժեքը իմացող, իրեն adekvat համարող մարդը կասի նույնատիպ որակավորում կտա նաև ընդդիմության կողմից երկու թեմի առաջնորդներին, երկու թեմի առաջնորդներին, գործող սրբազաններին, տված նմանատիպ ավելի վատ, ավելի ծանր վիրավորանքներին ու մեղադրանքներին։ Արած ինչու է համարվում հակաեկեղեցական, որովհետև տեսեք քանի թեմերի հոգևոր սպասավորներն եք դուք կանոնավորել։ Շիրակ Ինչի համար կներեք, այսինքն ներողություն, իսկ ինչի է ցուցակում Նաիրի Հունանյանին օրինակ չեք մեջբերում, ասեք օրինակ այ դուք Նաիրի Հունանյանին էլ եք կալանավոր։ Նույնն եք համարում Չեք կներեք, ես առնվազն մեղադրանքը համարում եմ նմանատիպ, որտեվ մի դեպքում տերորիզմը տեղի Դատարաններում ըստ էության որոշակի Չէ, մի վարքյան փլվում են այդ դատական Ընդհանրապես չեն փլվում, այլ հակառակը գնալով ամրապնդվում են այդ մեղադրանքները ու դառնում են ուղղակի անհերքելի։ Բացարձակապես անհերքելի են դառնում այդ մեղադրանքները ու իմ համար առնվազն որպես կողքից նայող ակնհայտ է, որ դրանք չփլվող մեղադրանքներ են, բայց վերադառնալով ձեր հարցին, այսինքն ըստ ձեզ ենթադրենք հիմա կամայական մեկը, ով ունի հոգևորականի կարգավիճակ, տերորիզմ իրականացնի, օրինակ մտնի ազգային ժողով ու գնդակահարի խմբակցություններից մեկին, նրան պետքա ձերբակալել, թե չէ։ Նրան ձերբակալ առնվազն դրան մոտիկ տերորիզմի մեջ մեղադրանք կա առաջադրված, որը ապացուցվում է, գերապացուցվում է բոլոր ձայնագրություններով եւ փաստական հիմքերով։ Պարոն Ալեքսանյան, ով իրավունք ունի կարգալույց անել քահանային։ Վերանանք ձեր նկատի ունեմ իշխանության վերաբերմունքը կաթողիկոսի անձի վերաբերյալ։ Ըստ էության եկեղեցական օրենքով կաթողիկոսը։ Չէ, կաթողիկոսը չի նախ, կոնկրետ եթե չեմ սխալվում կա հանձնախումբ, կարող է ձևակերպումները բան տամ, տենց, բայց սրան զուգահեռ կան նաև դեպքեր, երբ որ փաստի բերումով մարդը ավտոմատ համարվում է կարգալույց եղած։ Օրինակ եթե վաղը, կարգալույց եղած է, եւ դա չէ, նման բան չկա։ Ոնց չկա, դուք հիմա չեք ուզում ընդունել այն ինչը որ կա։ Հարգելի գործընկերներ, ոչ, Հիմա եթե Նիկոլ Փաշինյանը, ով գործադիր իշխանության ղեկավարն է, հարցը տվեցիք պատասխանեմ, դե ավարտեք։ Երբ որ Նիկոլ Փաշինյանը հանդիսանալով գործադիր իշխանության ղեկավար հեռացնի աշխատանքից X նախարարի, հաջորդ օրը նա այդ նույն նախարարը գա աշխատասենյակ, ասի չէ որ չէ, ես եմ նախարարը, դա ընդունելի կլինի։ Ապրեք, ֆանտաստիկ օրինակ եք բերում։ Տեսեք, Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության վարչապետը լինելու համար պետք է համապատասխանի կոնկրետ պահանջների, որոնցից մեկը օրինակ ամենապարզ օրինակը բերեմ միայն Հայաստանի քաղաքացի լինելու փաստն է եւ այդ հանգամանքն է, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը պարտավոր է լինի միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Եթե վաղը պարզվի, որ օրինակ չգիտեմ, Նիկոլ Փաշինյանը, որ ես ազգային ժողովի պատգամավոր Վահագն Ալեքսանյանս հանդիսանում եմ ոչ միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի, այդ փաստի բերումով ես ավտոմատ կդադարեմ լինել պատգամավոր, վարչապետը ավտոմատ կդադարի լինել վարչապետ։ Չէ, դրանք տարբեր բաների մասին ենք խոսում։ Ես խոսում եմ նրա մասին, որ կա համապատասխան որոշում, ինչի հիման վրա տվյալ անձը Տեր Արամը այլևս Տեր Արամ չի, Ստեփան Ասատրյանը։ Ես ասում եմ կա համապատասխան փաստ, որի հիման վրա Գարեգին Բ-ն այլևս Գարեգին Բ չի։ Կտրիչ Ներսիսյանն է։ Որն է այդ փաստը։ Նրա զավակ ունենալու փաստ ուր է հրապարակ օրաթերթը։ Հրապարակ օրաթերթին հարցրեք, հրապարակ օրաթերթը։ Դուք անձնապես ճանաչում եք կաթողիկոսի ձեր ասած զավակին։ Հրապարակ օրաթերթը ես ձեզ վստահեցնում եմ էքսկուրսիա կտանի ձեզ, եթե դուք շատ կամենաք, Կտրիչ Ներսիսյանի դստեր աշխատանքի վայրը կծանոթացնի նրա հետ, նրա կոլեգաների հետ ձեզ կծանոթացնի եւ նման չեք ինձ առաջարկում էքսկուրսիա։ Ես բնավ չեմ ցանկանում թիրախավորել այդ անձին ու բան չունեմ։ Առհասարակ կասկած չունեմ նրա գոյության նկատմամբ, որ գնամ եւ տեսնեմ եւ համոզեմ։ Դուք կարծես թե կասկած ունեք եւ ես ձեզ հորդորում եմ ձեր գործընկերը ընդդիմադիր հրապարակ օրաթերթի գրած հոդվածը վերցրեք։ Իրենցից մեկին խնդրեք, թող ձեզ ուղեկցի։ Ցույց տա Կտրիչ Ներսիսյանի դստեր աշխատավայրը, ցույց տա ինչպես են նրան դիմում առհասարակ գոլեգաները, կոնկրետ որ գոլեգաներն են դրանք։ Ու այդպես շարունակ։ Ու այդ փաստի բերումով արդեն իսկ
Պնդել, որ կա Գարեգին Բ անունով հոգևորական, չկա նման հոգևորական, կա Կտրիչ Ներսիսյան անունով։ Պարոն Ալեքսանյան, քանի որ դուք լրատվամիջոցի հրապարակման եք հղում, այդ հրապարակումը եղել է, եթե չեմ սխալվում, 15-16 թվականին, եւ այդ հրապարակումից հետո սելֆի կանում կաթողիկոսի հետ, բա եթե այդ հրապարակումը այդպես արժանահավատ էր իշխանության ներկայացուցիչների համար, ինչու եք 6-7 տարի հետո նոր հիշել։ Հրապարակումը ինքնին չէր արժանահավատ, բայց այդ հրապարակումը կարող է եւ ճիշտ դուրս գա, չեք հավատա, բայց հրապարակ օրաթերթը եւս 10 տարվա մեջ գոնե մեկ անգամ ճիշտ հոդված հրապարակում։ Միջոցին ձեր գործնեության մասին ասեք, եթե նման տեղեկություն արդեն կար համացանցում։ Տեղեկությունը շատ բան է, տեղեկության հաստատումը լրիվ այլ բան է։ Տեղեկություն 1000 ու մի բանի մասին կարա լինի, ուրիշ բան է, որ դա ուղղակի օդի մեջ տեղեկություն է, ուրիշ բան է, երբ որ այդ տեղեկությունը հաստատված է։ Այսքան փաստերը ձեռք եք բերել ընդամենը։ Դրա մասին վարչապետը բազմիցս ասել է։ Այդ փաստերը որոնք են, որ նա երեխա ունի, այդ փաստն է ձեր ձեռքի, որ փաստն է հայտնվել ձեր ձեռքի տակ։ Հարգելի գործընկերներ, դրա մասին բազմիցս ասվել է եւ այո, ապացուցվել է հրապարակի հոդված։ Իսկ դուք շարժվում եք հրապարակի հոդվածը։ Չէ, հրապարակի հոդվածով չենք շարժվում, ասում ենք կա տենց հոդված, որի մասին դուք եք տեղյակ վստահ եմ։ Վերջերս էլի նախորդ, եթե չեմ սխալվում, Հովանավանքի պատարակի ժամանակ էր հրապարակ օրաթերթի մեր շատ սիրելի գործընկերը նաև պնդեց, որ թե այդ հոդվածը, թե իրենց կայքում մյուս բոլոր հոդվածները ճշմարիտ են եւ կեղծիք չեն պարունակում։ Իհարկե մնացածի մասով ես այդքան էլ համաձայն չեմ, բայց կոնկրետ այդ մեկի մասով մարդը շարունակում է պնդել այդ 15-16 թվականի բանը, ես կարծում եմ անիմաստ է։